Բարի լույս։ Այսօրվա հոգևոր նախաճաշը մի քիչ միստիկ խորհրդավոր բնույթ է կրում, որովհետև հոգևոր հատվածը ընտրել եմ Եզեկիելի մարգարեության 37-րդ գլուխը, որն այսօրվա ընթերցումների մեջ է։ Տիրոջ ձեռքը հանգեց ինձ վրա, բարձրացրեց ինձ Տիրոջ հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Նրանք շատ էին, դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ Նա ասաց ինձ. «Մարդու որդի, արդյոք կկենդանանան այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տեր Աստված, այդ դու գիտես»։ Նա ասաց ինձ. «Մարդու որդի, մարգարեացիր այդ ոսկորների վրա եւ ասա դրանց. չորացած ոսկորներ, լսեցեք Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տեր Աստված այդ ոսկորներից. ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու։ Ձեզ ճղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու եւ մաշկ քաշելու։ Իմ հոգին եմ տալու ձեզ եւ դուք կենդանանալու եք եւ պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը։ Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի, հետո շարժում եղավ եւ ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոտերին։ Եվ այնուհետև ուրեմն կենդանանում են ոսկորները։ 1000 տարվա ոսկորները կյանք է ստանում, սիրելիներ, եւ սա Եզեկիելի մարգարեության մի հատված։ Ինչու՞, որովհետև Տերն այդպես է կամենում։ Հիմա ես ուզում եմ դառնալ մեր ապրումներին։ Արդյոք համաձայն չեք ինձ հետ, որ կյանքում կլինեն պահեր, երբ մարդուն թվում է, որ ինքը մեռած է։ Մարդուն թվում է, որ ինքը դիակ է, իրենից մնացել է միայն ոսկորը, ուրիշ ոչ մի բան։ Որովհետև չկա այն կյանքի լիցքը, չկա այն կենսախնդությունը, այն հոգևոր եւ մարմնավոր ամբողջականությունը, որը մարդուն դարձնում է իսկապես այդ զգացողության, մարդ լինելու զգացողության։ Եվ անգամ այդ վիճակում, եթե Տերը կամենա, այդ ոսկորն էլ ճակերտներով պիտի կենթանանա, պիտի դառնա կյանքի։ Այսօրվա հոգևոր նախաճաշի շրջանակում այդ էի մտածում։ Չկա անհնարին բան Տիրոջ համար։ Եվ որքան գեղեցիկ է, երբ ես, որպես հավատացյալ մարդ, կանգնում եմ Տիրոջ առաջ եւ ասում եմ, որ Տեր, ես չկամ։ Իմ հավատքը այնքան է տկարացել, ես այնքան եմ շեղվել քո դրած ճանապարհից, որ ինձ թվում է, որ ես դիակ եմ։ Ինձ թվում է, որ ոսկորն է մնացել։ Խնդրում եմ ինձ վերադարձրու իմ կյանքը։ Խնդրում եմ ինձ նորից կյանք տուր։ Եվ սիրելիներս, այս օրերին, երբ մենք պատրաստվում ենք Զատկին, Սուրբ Հարության տոնին, իրապես պետք է երբեմն այդ ոսկորի գիտակցությամբ Տիրոջ առաջ կանգնել եւ խնդրել Տիրոջը, որ Տեր, դու ես կյանքը, դու ես ճանապարհը, դու ես ճշմարտությունը, դարձրու ինձ քեզ, դարձրու ինձ դեպի քեզ քո կամքով, որովհետեւ եթե դու չուզես, որևէ մեկը չի կարող դեպի քեզ գալ։ Եվ այսօր ես խնդրում եմ, որ քո կամքը լինի։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշի մեր աղոթքն էլ այս է։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։